Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Փաստ-Ինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ ռեժիսոր, սցենարիստ Զորաբ Բեկ Գասպարենցի հետ։ Պարոն Գասպարենց, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Պարոն Գասպարենց, ուզում եմ մեր զրույցը սկսենք ձեր վերջին տեսաուղերձից։ Ձեր վերջին Facebook-յան եթերում հարց էիք ուղղել այն մարդկանց, ովքեր երբևէ մասնակցել են Տաշիր մրցանակաբաշխությանը, բայց այսօր Սամվել Կարապետյանի կողքին չեն։ Պարոն Գասպարենց, այդ մարդիկ նաև համերգներ են ունեցել Արցախում, բայց լուռ էին, երբ Արցախն էր հանձնվում։ Բազմաթիվ ռեժիսորներ, նկարիչներ, սցենարիստներ, բազմաթիվ ծրագրեր են ունեցել Արցախում, համագործակցել են Արցախի իշխանությունների հետ, բայց լուռ էին, երբ նրանք գերեվարվում էին։ Ձեր ակնկալիքը այդ մարդկանցից չափազանցված չէ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Կոնկրետ ինձ համար արվեստագետը եւ մշակույթի մարդը դա հասարակության եւ երկրի եւ մարդու խնդրեմը ու հարցը տեսնողն է, որ պետք է բարձրացնի։ Ինքը հարցը լուծողը չի, հարցը արդեն առաջանում, նա պետք է բարձրացնի այդ հարցը։ Շատ կարևոր է, օրինակ, տեսեք, ինձ համար արտիստ բառը այնքան թանկ է, այնքան կարևոր է, որովհետև ես ինքս բախտ եմ ունեցել աշխատել այնպիսի մարդկանց հետ, որ եւ իրանցից եմ սովորել, որ արտիստը դա ինքը գումարը չի, արտիստը դա, ես չեմ ուզում արտիստի անունը ընկնի, դրա համար երբ որ ես բարձրացնում եմ այդ հարցը, ես ոչ թե ակնկալիք ունեմ ինչ-որ մեկից, այլ դա ես զուտ պաշտպանում եմ արտիստի անունը, որը շատ կարևոր է, շատ հեռու չգնանք, չէ, Ռուսաստանում ուներ մի արտիստ Վիսոցկի անունով, Վիսոցկին էլ էր արտիստ, բայց նա շատերը իրեն բունտար էին անվանում, բայց ինքը բունտար չէր, նա պարզապես տեսնում էր այդ ամեն մի խնդրեմը ճաքը եւ բարձրաձայնում էր, չի կարող իրական արտիստը լուռ մնալ։ Հարմարվող ոչ, եւ եթե դու վերցնում ես, ես վերջում ասել եմ վախնուր արվեստնոր, իրար հետ կապ չունեն, ոչ արվեստ, վախ իրարից հեռու բաներ են։ Ուզում եմ հասկանալ, լավ ինչից են վախենում։ Ես չգիտեմ, կարող է չեն վախենում, կարող է հարմար է այսպես, ես չեմ կարող դատել ասելով, որ վախենում են, ասում եմ, կարող է վախենում եք։ Եթե վախենում եք, դա ուրիշ թեմա է։ Ինչպես կարող է անձնական վախն ավելի, այսպես շատ լինել, ավելի կողմնորոշիչ լինել մարդու համար, քան հայրենիքը կորցնելու վախը։ Այդ չեմ կարող հասկանալ, որտեղ դա ինձ համար տրամաբանությունից դուրս մի տեսակ խնդիր է։ Դե կարող է, եթե ֆինանսական վախն է կորցնելու, ֆինանսական երկիր ես կորցնում, դու քո ֆինանսի մասին ես մտածում։ Դա արդեն իմ համար դա մենակ արվեստին չի վերաբերվում, արվեստագետին չի վերաբերվում։ Յուրաքանչյուր մարդ, ով ֆինանսական կախում ունի ու ասում է, բա երեխես սոված կմնա, վաղ երեխու տիրություն թշնամին կանի, եթե դու տենց ես մտածում։ Ասված չանի, եթե նույն ասենք թուրքական արդյունաբերությունը, գյուղտնտեսությունը, շինանյութերը, իրանք որ ներմուծվեն Հայաստան, ասված չանի, թող ասված չլսի ինձ այնը, մեր գյուղացին սոված է մնալու, մեր շինարարը սոված է մնալու, չենք հասկանում, դա թե չենք ուզում հասկանալ։ Չեն զբաղվում, հիմնավորումը դա է, ասում են, դե մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Ախր ես բազմից եմ ասել, քաղաքականությունով ով ասում է, չեմ զբաղվում, դա հենց քաղաքականությունն է։ Սա արդեն այն հարցն է, որ էլ քաղաքականության խնդիրը չի։ Սա արդեն կոնկրետ քո տան ընտանիքի խնդիրն է։ Այսինքն, եթե քո ընտանիքում կա խնդրեմ, դու քո ընտանիքի խնդրեմը, ասում ես լավ, թող մնա այդ խնդրեմը, ես քաղաքականությունով չեմ զբաղվում, ընտանիքում կառավարելն էլ, ընտանիքի բարեկեցությունն էլ է քաղաքականություն։ Դրա համար չեմ զբաղվում, դա ինքնաարդարացում է, լավ էլ զբաղվում եմ։ Ձեր ժամանակի գերակշիռ մասը անցկացնում եք Միացյալ Նահանգներում, գիտեմ, որ հաճախ եք նաև Հայաստանում լինում։ Ուզում եմ մի փոքր խոսենք այն տրանսֆորմացիաների մասին, որ ամեն անգամ երբ գալիս եք Հայաստան, հայտնաբերում եք։ Ինչ է փոխվում մեր մեջ, հասարակության մեջ, հասարակության ընկալումների մեջ, դուք այդ փոփոխությունը տեսնում եք։ Գիտեք, իմ համար Հայաստանը դա աշխարհի բոլոր հայերինն է։ Կապ չունի այստեղ ծնվել է թե չէ, եթե հայը, Հայաստանը Իրանն է։ Տարես տարի տեսնում եմ, որ շատանում են այն մարդիկ, ովքեր իրանց տեղում չեն։
Պարզ օրինակ բերեմ, ճարտարապետը, որ պիտի զբաղվի ճարտարապետությամբ, հիմա ուրիշ բանով է զբաղվում։ Հետո մի շատ վտանգավոր բան ասեմ, այսօր ոնց կարա լինի հարկատուն հերոս։ Չի կարա լինի, դա մի փոքրիկ բան, ինչա հարկատուն։ Ամբողջ աշխարհում բոլոր հարկատուները փորձում են նենց անեն, որ քիչ վճարեն։ Այսինքն հարկատու հասկացողությունը արդեն ինքն իրանով չէ, լավ բան է, բայց պետք է երկիրը տա հարկը տաս, բայց եթե ավելի խորը մտածենք, որ ասում եմ, այ հարկերն եկա, վարի սա բարեգործություն ձևակերպեմ, սա անեմ, որ գոնե մի քիչ տամ։ Այսինքն այդ վատ բառն եմ ուզում ասեմ, դրա մեջ մուտիլովկա կա, սուտ կա, կեղծիք կա։ Այսինքն այսօր պարզվում է, որ մեր հերոսը այդ մանյովր անողն է, չի կարել։ Դրա համար ես օր-օրի տեսնում եմ ոնց է հատուկ, ինձ թվում է հատուկ դեգրադացվում է ազգը, որը ազգը չի դեգրադացվում, ժողովուրդն է դեգրադացվում, ազգը չի կարող դեգրադացվել։ Իսկ ազգի ներկայացուցիչները երևի քիչ են մնացել, բայց պետք է շատ գնալ։ Միգուցե հերոսի ընկալումն է փորձարկվում փոխել, որովհետև ի վերջո հերոսները մեզ համար ովքեր էին, նրանք ովքեր կռվում էին Արցախի համար, բայց քանի որ Արցախն այլևս հանձնված է, պետք է հերոսի ընկալումը փոխել։ Ասում եմ, երկիրը եթե ուզում ես քանդել, քանդում ես ընտանիքի գաղափարը, ոնց որ փորձում են քանդել, ասում են, ինչ կա, պետք է երեխեք ծնողները այդ կարան չապրեն, եւ փորձես հերոսներ չունենան, եւ երկիրը կքանդվի։ Այդ երկու բանը այսօր կատարվում է մեզ մոտ։ Ինչ արժանք, միշտ պետք է երեխեն եկող սերունդը փարոս ունենա, ումա նմանվելու, ումա ուզում նմանվել, ինչ ձևի լինել, ոնց սիրել հայրենիքը, ոնց սիրել եկեղեցին, ոնց լինել հավատացյալ, ոչ թե մեծ խաչը կախի, բայց չիմանա կնքահայրն ինչա, կնքահայրը չիմանա սանիկն ինչա, ոնց կարելի է մեր եկեղեցուց դեմք թեքել։ Ես իմ համար աբսուրդ է դա, իսկ եկեղեցու կռիվը եկեղեցու հետ անիմաստ բան եմ համարում, որտեղ անհնար է մեր եկեղեցին հաղթել։ Եկեղեցու հետ կապված այդ պայքարի ամենանախնական փուլում, երբ դեռ նոր առաջին արտահայտությունը հնչեց կապված Չուլանների հետ, դուք ելի ընդվզեցիք եւ ըմբոստություն կար ձեր տեսահողերձի մեջ, բայց դուք ակնկալիք ունեիք եկեղեցուց։ Ես հիմա էլ ունեմ, ու ես չեմ հուսահատվել, ու լինելու է։ Ճիշտ է, մեր եկեղեցին քրիստոնեաբար, որովհետև գիտեք, չարին չարությունով չեն հաղթում։ Բարին մեկը հաղթում է չարին։ Ես միշտ ունեմ եկեղեցուց ակնկալիք, միշտ ունեցել եմ փոքր ժամանակվանից, թեկուզ ծնվել մեծացել եմ Սովետական Միությունում, բայց եկեղեցին միշտ են ուժն ա եղել, որ այդ հավատքը դրվում է, իսկ հավատքը դա սարեր շուռ կտա։ Եթե իրոք հավատացյալ ես։ Արշավը եկեղեցու դեմ ուղեկցվում է այն խոսույթով, որ դա արվում է հենց եկեղեցու առողջացման համար։ Նախ դուք հավատում եք այդ հիմնավորմանը, որ դրանով մենք առողջացնելու ենք եկեղեցին, ապա նաև եթե ոչ, ինչու։ Տեսեք, եթե խնդիրը եկեղեցին առողջացնելու մասին է, այսպես արշավ չի արվում։ Դա կանչում են նորմալ, հանգիստ, փորձում են ինչ-որ հարցեր լուծել, բայց ինչ գործ ունի պետությունը եկեղեցու հետ։ Դրան հակադարձում ունեն, ասում են, բա եկեղեցին ինչու է մտնում քաղաքականություն։ Եկեղեցում ում սպասավորների նկատի։ Սպասավորները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Իհարկե։ Ոնց քաղաքացիա ինչ ուզում կանի։ Թե իրենք էլ ասում են, բա մենք էլ հավատավոր ժողովուրդ ենք, մեր եկեղեցուն Ձեր հավատավոր որպես ժողովուրդ դուք կատարում եք բոլորեն քրիստոնեական տեսերը, բոլորեն քրիստոնեական ավանդույթները կատարում եք, իհարկե ոչ։ Իհարկե, զատիկին ծված այն։ Հա, զատիկին ծված դա քրիստոնեություն է, իհարկե ոչ։ Հետո չենք կարող մենք ուրիշ կերպ լինել։ Մենք այսքան տարերով եկել ենք, կարող են եկեղեցիներ են վառել, սպասավորներ են բռնել, բայց այսօր հայկական եկեղեցին կա, հայ առաքելակը։ Չուզում անեն, անհնար է, դա ոնց որ Դոն Կիխոտը բաների հետ էր կռիվ տալիս, հա, նույն բանն է, նույն թեման է, իսկ դրանով միայն չարություն է ներմուծվում ժողովրդի մեջ, որը շատ վատ բան է, բայց ես սրան նաև կավելացնեմ, որ այսօր եկեղեցին ինքը մեր հայ ժողովրդի համար ամբողջ աշխարհում են կառույցն է, որը կոնկրետ ուժ է, իսկ այդ ուժից ով է ուզում ազատվել, թշնամին։ Ոնց որ սփյուռքը մեծ ուժ է,
Սկզբից այդ Սփյուռքը բան արեցին, թեմա բացեցին Սփյուռքի ցեղասպանության, հիմա եկեղեցին, եւ այստեղից parza ես այստեղ ոչ մի բան չեմ, գյուտ չեմ անում, կամ ինչ-որ եզրակացություն, այնքան parzumiamit է դա երևում, բան չի էլի, Պիտեր Բրուկչի, որ կարդում ես ու ասում ես ենթատեքստերը փորձեմ հասկանամ։ Այստեղ parz, պլակատային, թերթային, վատ ու թերթային հայտարարություններ։ Տեսեք, ասում եք, մեզ փորձում են տարանջատել Սփյուռքից, եկեղեցուց, Արարատից։ Ուզում եմ հասկանալ, եթե այդ ամենից հայը տարանջատվում է, ինչպիսի հայ է մնում։ Նախսկզբից հայը չի կարող տարանջատվել, իսկ եթե ասած չանեք այդպես բան լինի, դա սա դառնում է մի տարածք, ով ինչ ուզի կանի։ Երևի դա են ուզում։ Բայց չէ, մենք ախր գիտեք, մենք լինենք, ասենք 60 միլիոն այս երկրում։ Մի քիչ կարելի է ինչ-որ բանել հասկանալ, բայց մենք ուզենք պետք է ազգային մտածենք, ուզենք մեր երեխեքը պետք է ազգային մեծանան։ Տարբերակ չունենք ուրիշ, թե չէ կձուլվենք այս մեծ աշխարհի հետ, մեծ աշխարհի ես ինչա կատարվում հիմա, մենք բանի վրա, վարոդի վրա նստած ենք, ես կարող տարակի, ու մենք չենք հասկանում, որ մեր կողքի ինչա կատարվում, Պարսկաստանում ինչա լինում, մեր մոտ չեմ հասկանում այս ճանտարբերությունը։ Միտումնավոր է սա արվում։ Չեմ կարող ասել, չգիտեմ, որտեղ ինքը շատ վտանգավոր հարց է։ Ինչի եմ ասում, որովհետև հենց հիմա, եթե ասենք կողքիդ հարևանի տունը հրդեհ է, դու ինչ ես անում, արդեն մտածում ես քո տան ապահովության մասին, որ այդ հրդեհը քեզ չհասնի։ Բայց ես որպես մարդ հայ ուզում եմ հետևեմ, թե կողքը հրդեհ է, այս կողքի տունը վառվում է։ Մենք ինչ ենք անում, որ մեր տունը չվառվի։ Դե ամեն մեկս եթե պիտի ինքնուրույն անենք մեծ ուղղորդություն, այսօր ես չեմ տեսնում, որ մենք ապահով զգան այս մարդիկ իրանց։ Տիպը օրինակի համար եթե այնտեղ տունը վառվում է, մենք սա ապահովել ենք, կօգնենք էլ կհանգցնենք, ասենք այդ բարձա չենք օգնի, որ հանգի այդ տունը, բայց մենք հանգիստ ենք, բայց ոչ անորոշ օդից կախված վիճակ։ Բայց հանգիստ ենք։ Ես ու դուք չէ, բայց կարող ենք դուրս գալ, տեսեք ինչքան քաղաքացիներ անտարբեր են։ Անտարբերությունը սարսափելի բան է։ Մենք սովորել ենք ապրել մի իրականությունում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում ինչ-որ իրադարձություններ, որոնք մեզ այսպես շոկի են ենթարկում, մեզ ցնցում են, բայց միևնույն է, ձեր ասացի նման դրսում կան մարդիկ, ովքեր այսպես հանգիստ ապրում են եւ այսինքն մենք սովորել ենք ապրել այդ իրականությունում։ Եթե նույնիսկ դրսում քայլող մարդիկ են դրանից շոկի ենթարկվում, ցնցվում եւ այդ ցասումը կարճ է տևում։ Նորից շարունակում ենք ապրել, պարբերաբար ինչ-որ ցնցումների մեջ ենք եւ պարբերաբար շարունակում ենք այդ նույն տեմպով ապրել եւ կարծես թե ոչինչ չի հաջողվում փոխել։ Հիմա ո՞րն է բանալին, որը պիտի լինի ելքը, երբ տեսնում ենք, որ այդ էլիտա կոչվածները միգուցե քաղաքական, միգուցե արվեստագետներ, այսինքն երբ տեսնում ենք, որ առաջնորդողներ էլ կարծես թե չունենք։ Դեք ոչ թե սովորել են այդպես ապրել, այլ սովորացրել են այդպես ապրել։ Այդտեղ փոքր տարբերություն կա։ Ինտեգրվել են այդ առաջարկի մեջ։ Դա անհատականությունները յուրաքանչյուր մարդ ինքը իր մեջ անհատականություն է։ Դրանով է մարդը տարբերվում անասունից։ Անասունին կարած սարերը հանես, հետո իջացնում են գոհում։ Սովորացնում են այդ ճանապարհին։ Ես վստահ եմ, որ մեր ազգը անասուն չի ու չի կարող լինել, չի եղել, որովհետև յուրաքանչյուր հայ այսօր պետք է իր անհատականությունը արտնասնի։ Անհնար է։ Ինչպես հարցը հենց դա է, ինչպես այդ ինչպես ամեն մեկը իր մեջ պատասխանը գտնի։ Եթե ամեն մեկս մտածենք, թե ինչ ենք թողնում մեր երեխեքին, ամեն մեկս մտածենք այն էկոսելունդին ինչ ենք թողնում, ինձ մի անգամ մեկը ասեց, ձենը տակ տեղից է գալիս, Ամերիկա, ասի, գիտես ինչ, եթե ինձ պետք չլներ, ես հիմա Խաղաղ Ավկիանոսի ափին պարկած էի ու կասեի, ով ինչ ուզում է թողանի։ Այսինքն ձենը տակ տեղից չի գալիս ու սա մենակ ես չեմ։ Ամբոստներից եք։ Բայց ես ինքս միշտ ճշմարտության կողմնակիցն եմ։ Ես միշտ ճշմարտություն եմ փնտրում։ 10 տարի հետո էլ եմ փնտրել, 20 տարի առաջ էլ եմ փնտրել։ Փնտրող մարդ եմ ես ու փորձում եմ զանազանել ճշմարտությունը կեղծիքից, սուտը ճշտից։ Սփյուռքում վստահ եմ, որ այսպես բավական լայն շփումներ ունեք, ինչպես են ընկալում եւ տեսնում այն ինչ կատարվում է Հայաստանում եւ նաեւ այնտեղ էլ կարծես թե լուր են
Ես կարող եմ ասել այն ինչ որ Լոս Անջելեսում է, մարդիկ հիասթափված են։ Ու չեք կարող մեղադրել, որովհետև մարդը չի սիրում խափնվել։ Ոչ մեկ չի սիրում, որ իրան խափում են։ Իսկ այդ 44-րդ պատերազմի ժամանակ, երբ որ ասում են հաղթում ենք, հաղթել ենք, հաղթում ենք, գրավել են, այլ ինչ նահանջում են ու պարտվում ենք, այն դեպքում, երբ որ Լոս Անջելեսի թոշակառու ընտանիք իրենց թոշակն էին բերում տալիս, որ բոլորը փող են հավաքում, որ օգնեն, այդ հաղթելու դեպքում, երբ որ պարզվեց, որ այդ ամեն ինչ սուտ էր, մի տեսակ իրանց մոտ բան կոտրվեց բոլորի։ Հետո այդ օգնությունը, այդ որ այդ ամեն ինչը տարիներ շարունակ այդ նոյեմբեր ամսին, որ հավաքվում էր ու Արցախը կառուցվեց, ճանապարհները, դպրոցները, այդ ամեն ինչը կառուցվեց, այդ հիմնադրամի կամ այդ Հայաստան համահայկական հիմնադրամի։ Այո, Հայաստան հայկական հիմնադրամի։ Դա լուրջ թեմա է շատ։ Դու աշխատես ամբողջ կյանք, դու գիտես, որ հայրենիքիդ համար ես անում, դա նորմալ է։ Դա շատ նորմալ բան է։ Ես օրինակ իմ հարևանը օրը $1 դնում էր մի կողմ, որպեսզի ամեն տարի $365 վճարեր։ Դա ինքը այդպես էր ինքը անում։ Դուք ամեն մի հայ մի կերպ անում էր ու պարզվեց դա սուտ էր։ Պարզվեց, որ Արցախը մենք չենք կորցրել։ Մենք ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը նախորդին Նիկոլ Փաշինյանի հերթական ելույթի ժամանակ նա հենց այդպես է ձևակերպեց, ասեց 2018-ին ես ինձ վարչապետ չէի զգում, իսկ հիմա արդեն զգում եմ եւ դա տեղի է ունեցել, այդ տրանսֆորմացիան տեղի է ունեցել նաև նահատակների գնով, կյանքի գնով եւ մենք պետք է հասկանանք, որ ձեռք ենք ոչ թե կորցրել ենք Արցախը, այլ ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը։ Դուք ինչպես եք ընկալում սա։ Գիտեք, ինչքան անօրենից ու անօրենի ասացմներից մենք խոսանք, այնքան անօրենին ի հայտ ենք բերում։ Ավելի լավ ասենք, ետինս գնա անօրեն, խոսենք լավ բարի բաներից։ Դուք ինչ լավ բան եք տեսնում այսօր Հայաստանում։ Տեսնում եմ, որ մարդիկ քիչ-քիչ արտանում է հայ արյունը ու քիչ-քիչ զգում են այն թմրած, այն որ վիրահատությունից հետո թմրած էս բան չես զգում, քիչ-քիչ այդ իրանք սկսում են այդ արյան ցավը զգալ, որտեղ այսօր հայի արյունը ցավում է։ Իսկ միակ հայի արյան ցավի բուժումը դա ինքնության ու տեսակի պահպանումն է, որը մենք պարտավոր ենք անել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում էի ռեժիսոր, սցենարիստ Զորաբ Բեկ Գասպարենցի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար։